Ողջունում եմ բոլորիդ մեր նոր վլոգի շրջանակներում։ Մեզ մոտորը շաբաթ առավոտ։ Ես պատրաստվում եմ գնալ դասի։ Ինչպես տեսնում եք, մի քիչ դիմահարդարվել եմ։ Մազերս էր գիշերերը բացի, ուղղակի հյուսել եմ։ Հիմա քանդել եմ, ինչ-որ մի բան կարծես թե ստացվել է։ Արագի մեջ հոլովակ նկարեցի Instagram-ի համար, ասելիք ունեի, ուզում էի հոլովակի տեսքով ասել։ Երեխեքը դեռ քնած են, Խորեն Արթունը դասի եմ գավառավոտից։ Ես էլ մոտավորապես 20 րոպեից տաքսիս կկանչեմ ու կգնամ դասի։ Միայն չմոռանամ դասից հետո Մարիամի մոտ մտնեմ, ուզում եմ միասին սթորի նկարենք, այդ պահը մտքիցս հանկարծ չթռնի էլի։ Մի խոսքով, եղանակը արևոտ է, չնայած որ արդեն հոկտեմբերի վերջն է, աննորմալ տաք եղանակը, ես չեմ հիշում հոկտեմբեր, որը այսքան տաք լինի, անկեղծ։ Իհարկե ես դրանից չեմ ուրախանում, որովհետև գտնում եմ, որ այդ փոփոխությունները մի կլուտ չունի, սենց ասած։ Всё։ Լավ դիտում եմ ձեզ մաղթում, հաճելի դիտում, սուրճ, թեյ, կոֆե, մոֆե դրեք, այն ձեր ձևերով նստեք վայելեք։ Ես ասամ։ Զգում եք ինչ արևոտ եղանակ է, ինչու մեկի մտքով կանցնի, հետևի ֆոնին նայելուց, որ հոկտեմբերի վերջն է։ Ծումա ոչ։ Ախպար կա, այստեղ մի հատ մաստակիցս ազատվեմ։ Հիմա չէ որ հարմար պահի մաստակը չես անում, հետո գնում ես ինչ-որ միտեղ, որտեղ չկա ախպար կա։ Ու դու ստիպված հանդուրժում ես իրանքով վերանում երկար ժամանակ։ Ես աշտարակը ինձ միշտ գրավում է, իրականում ինքը այնքան բարձր է։ Կադրում չեք տեսնում, բայց ահռելի բարձրություն ունի։ Ու մեր Երևանը։ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք։ Բա։ Երեխեք ջան, ես արդեն իմ սիրելի տանն եմ, իմ սիրելի սուրճի բաժակը ձեռքից, իմ սիրելի քապդավենիքով սուրճ խմելիս։ Վայնին հարցում եմ խորես, օրվա գրաֆիկըտ ոնց է, ասում է դե մինչև 9:10 եմ, ասում եմ վիդեոն կա մեջտեղ ազատ, ասում է հա, ասում եմ ուրեմն թռնում ենք մանգալու ընտանիքով, ես իմիջ տեղեր չէ, տեկուս տեղ, բայց ենքան բաղուց միասին դուր չենք եկել, համ սիրուն աշուն է երեխեքը մի քիչ, ուզում եմ ավելի հաճախ դրսում իրեն, չնայած հոր հետ շատ հաճախ են դուրս գալիս, խանութ, մանութ, տենց գնում են մանգալով, այլ բերիս, տենց բաներ անում են։ Բայց պրամ հենց զբոսանք ուզում եմ գնանք ընտանիքով։ Իդեպ երեկ կրկեսի տոմսերն էին նայում։ Ուզում եմ գնանք մի անգամ, այնտեղ 5000 կա, 7 քանիս։ Բայց մինչև օրինակ 12 տարեկան երեխաները զեղ չունեն, ուսանողները զեղ չունեն։ Այդ լավ է, էլի, կօգտվենք։ Տենց դեկտեմբերին կուզեմ տատիկ, պապիկ, մենք սաղում գնանք ընտանիքով։ Ինչի բոլորով, որտեղ ինձ կոնկրետ հետաքրքիր է լինել կրկեսում։ Եթե եղած ընենք, կուզեի տատիկ, պապիկի հետ գնային, օրինակ։ Բայց քան որ ես էլ եմ ուզում կրկես տեսնեմ։ Կուզեմ բոլորով գնանք։ Ճոտոքի կրկես այդքան տարի փակ ա եղել, դրանից առաջ են չի եղել վիճակը։ Այս նորը տեսնեն, իսկ հիմա բոլորս էլ կուզենք։ Вот так вот։ Երեխեքին որոշեցի հանել մի քիչ մանգալու, քանի որ օրը արևոտ է, Խորենը չկարողացավ գա, որտեղ գործով տեղ գնաց, բայց մենք դուրս եկանք վայելելու մեր աշունը։ Ֆունտիկ գնում են։ Տերևիկներ են հավաքում, որ ինձ նվիրեն։ Եկեք դե էս կոմով գնանք։ Լավ, հələ նայեմ ինչքան ես հավաքի, հələ դու էլ։ Հələ, ընտիշ։ Մի հատ կանգնեք դες ֆոտո անեմ, հա։ Այդ տոմասի։ Երեխեքը ուզում են պոնչիկանոց, շատ մի վազեք ինձնից։ Так что գնանք պոնչիկանոց։ Էй։
это я մամանյա իրականում հոգնած էի ու որ խորենն էլ հետը չէր գալի, չէի ուզում դուրս գայ, բայց ասեցի խոստացել ես երեխեքին։ Մտանք։ Դեն, համովադը։ Որոշեցին գնալ տատիկենց տուն։ Ինչի։ Հավես հա՞։ Չէ, այդ կեղտոտ տերևներ են, արևս փշրված։ Գնանք մի քիչ տատիկենց հետ ժամանակ անցկացնենք։ Սպասեք։ Ինչ համերաշխ են այսօր։ Քան դու ես գրել։ Հա։ Oh my god։ Բաղուց չկալե։ Մի հատ է սպիտա բան վերցրել ու խազել։ Բայց փչացրել ես по факту։ Բանը։ Ջաջան կջղայնա։ Տատի պապի ապում են նստել։ Կյանքում չեմ գնացել ասմա տատիկ պապի ես։ Խեղճ ելնես։ Միասին արտաշես, որ չլացի։ Մենք դուրս եկանք Սուսիկենց տնից, խորենն էլ էր եկել մեզ մոտ, բանկոմատի մոտ ենք քայլելով բարձրացել, Սիլաչի մոստի մոտ ենք։ Դավի ձեր չտակ չի կարելի։ Դավոն, ինչ էիր ասում նոր։ Ասմա հա, էլի պետքա վազենք։ Հետաքրքիր կնի, այ տղա։ Էլի պետքա վազենք, հետաքրքիր կնի։ Հավես կնի։ Ունես դեմքով ասում։ Հա, այ։ Բնում ենք արդեն տուն, ասում ինչ հավեսա չէ, պապա ունենալ ունգիտ կկարող ես թռնել, երբ հոգնել ես։ Ես եք ուզեի պապայի գիրկը թռնել, հողակի խնայում եմ ողնաշարը։ Ես ու Արտաշեսը կրկես ենք եկել, մեկ այլ օր էլ խորենն ու դավը կգան, այսօր ընտանիքով գալ չհաջողվեց, դրա համար մենք բաժանվեցինք, այսպես ասած, երկու մասի։ Հիմա եկեք գնանք մեր նոր կրկեսը, տեսնենք ինչպիսին է։ Դե կենթան։ Չգիտեմ, ինձ թվում է մի երկու ամիս չի։ Ահա եւ ես ողջույն բոլորին։ Գնացինք, չնայած եղանակը շատ անձրևային ու անդամ է, մենք չենք տխրում։ 2.5 ժամ է տևում շոուն ասում են, ահագին է։ Գնանք, շուտ ենք եկել, հուսամ անցումը հեշտ կլինի, արկի դենքա խարտնա թվում։ Մենք ներսում ենք արդեն, բայց դեռ սրահը մաքրում են, ադիբուդի և ջուրառա օդանավականի գներով և հիմա սպասում ենք մինչև մեր ներս մտնելը ահռելի տարածքը։ Տղես շատ իրան լավ ասքում ու ոգևորված։ Մենք արդեն ներսում ենք երեխեք ջան։ Բավականին մոտ ենք իրականում, ու ոստեղից շատ լավ երևում է։ Սկսել է։ Կիսադատարկ դահլիճ, շատ աբիդնի այն երեխեքի համար, ովքեր կարող էին գալ, եթե գները մի քիչ ադեկվատ լինեին։ Ես քեզ կուղարկեմ վիդեոներ։
դադար են տվել, կարմել եմ զգում եք, լավ տաքն շոկ է, Արտաշեսը մտավ տղաների զուգարան, ասում եմ մամա ինչ-որ վկուսնյաշ կարնենք, ասի օքեյ, դե բրծի գնանք առնենք։ Շատ թույն շոու է, շատ ոնց որ вообще կտրված եմ, մոռանաս որ Հայաստանում ես, ինչ-որ ֆուտուրիստական ոճի մեջ, ամեն ինչ հրաշալի է իրականում, բացի գներից։ Դիմացի շարքը կարծեմ 35 թե 40 հազարը վստահ չեմ։ Մի քիչ որեժան լիներ, շատերը ավելի կկարողանային գալ, այնքան ազատ տեղեր մնացին։ Մի տեսակ աբիդներ են երեխեքի համար, ովքեր չեն կարող գալ։ Բայց բոլորն էլ կուզեն, չէ՞ որ իրանց երեխային կարողանան բերել։ Քանակի վրա իրանք էլի գումար թող աշխատեն, բան չունեմ ասելու, այդքան անձնակազմ կա, այդքանի աշխատավարձ է, հազարումի ծախսը հասկանում եմ, բայց քանակով գումարը կվաստակեին, էլի գոնե։ Չգիտեմ, գուցե ինչ-որ բան չեմ հասկանում։ Մենք գնացինք նորից պոպկորն առանք եւ սպասում ենք մինչեւ սկսի։ Մամա ջան, դες բարդ։ Ասացի մի հատ այսպես տպավորություններով կիսվեմ, համ խորենը լսի, համ դուք։ Ուրեմն, նախ ասեմ, որ մի քիչ շատ երկար տևեց, վերջի կես ժամը արդեն ճիշտը որ ասեմ, ձանձրանում ես։ Ապրես, գունային շոուն, զվուկավոր էֆեկտները, անիմացիաները, շատ լավ էր։ Երկու հոգի տրավմա ստացավ, մեկը տենց թեթև, մյուսը բարձությունից, տեսակ այդ կադրը դրել եմ տրուկ անելուց, անսամ տնկավ, հետո եկան գրկեցին տարան։ Հետո, ինչն էր, պլյուսը ինչն է, մի հատ իչի հլը բալես, իչի, պատին է, սաղ պատերը շոկոլադ ես տել։ Պլյուսը են էր, որ սենց իր ոճի մեջ ֆուտուրիստական, ակրոբատիկ, բաման ինքը բոմբ էր։ Մինուսը են էր, որ այն դասական կլասիկ ցիրկը, որը մենք գիտենք, չկար, անգամ ծաղրածու չկար, որպես վարող, այսպես ասած ծաղրածու, մի պապիկի կերպարում ինչ-որ մեկն էր, որից ծաղրածուի հետ կարող էիր ասոցացնել միայն են երկարակիտ կոշիկները, ու վերջ։ Դե կենթայները բացառել էին միայն այդ շուններ, գիտեք, կենթայները իրականում մեղք են ցիրկում ու շատ տանջվում են եւ այլն։ Հա, այն որ մենք սովոր ենք դրան բան, բայց եթե կենթայների պաշտպանության տեսանկյունից ես նայում, լավ է որ չկան։ Բայց ինչ որ այդ ջերմ անցյալի ինչ որ մի բան ուզում էիր լինել, իսկ ինքը չկար։ Ինքը ամբողջովին նոր էր, ֆուտուրիստական էր, կոմանդան, որը աշխատում էր, ես համարյա վստահ եմ Հայաստանից չէ։ Նու համարյա վստահ եմ ո՞րն է, կեսը բան էին, Չինաստան, Կորեա, այսպես, հա, այդ կողմերից էին, ու անգամ այդ գլխավոր ծաղրածուն էլի հայ չէր։ Խոսում էր գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն, սենց խառնուրդ մի երկու բառ ամեն լեզվից։ Այդպես, բայց որպես շոու, հա, առանձին դիտարկել, պոկենք այն մեր իմացած ցիրկից, շատ լավ էր, 2.5 ժամ էր, էլի, ահագին երկար էր իրականում, հա, այնտեղ համարներ կային, սենց, ես հիմա կրիտիկայի եմ ենթարկում, հա, ոչ թե չհավանհայելից լինեմ, այլ ուղղակի օբյեկտիվ կրիտիկա եմ ենթարկում, թե դուք ուզում եք, մտածում եք գնամ, չգնամ, իմանաք պլյուսներն ու մինուսները, որպես բլոգեր եմ ասում, հորիկս է բացում։ Բանը, մի քանի համարներ կային, որոնք լավ աշխատած չէին։ Համարների մեջ ես իհարկե հասկանում եմ, որ այնտեղ նոմեր անելիս միշտ կա հավանականություն, որ կարա չստացվի, որտեղ ռոբոտ չեն, մարդ է։ Բայց այնտեղ համարներից մեկում շատ էին չստացված պահերը, շատ, այն որ պրյամ արդեն սկսում ես լարվել իրանց առողջության համար, այլ կարգի։ Գները իմ կարծիքով շատ են։ Ես հասկանում եմ ինչի այնտեղ կենթանի երաժշտություն կար, այնտեղ ահռելի կոմանդա է աշխատում, սպեցէֆեկտներ, ատրիբուտներ, սա հասկանում եմ։ Բայց եթե դա ադապտացնում ենք մեր երկրի վճարողունակության,
այսպես ասած, սրվակում ինքը ոչ մի ձև չի ադապտացվում, որովհետև լիքը ազատ տեղեր կային ու իմ խորին համոզմամբ իրենք այդ գումարը, որ ուզում են վաստակել, կարող են վաստակել այդ տեղերի քանակի վրա, որ այսինքն, եթե մի փոքր մատչելի լիներ, բայց այդ ազատ տեղերն էլ առնեին ու գային, իրենք այդ նույն գումարը թող հանեն, բան չունեմ ասելու, բայց աբիդ մի ա, որ այնպիսի գումարա, որ ասենք քիչ ծնողներ կարող են իրենց թույլ տալ, հատկապես եթե մի երեխա չի, ասենք մամաներ կա 3-4 երեխա ունեն ու մեծահասակի հետ էլ գալը արդեն ահռելի ծախսանում ու զուտ աբիդնի էր այդ մարդկանց տեսանկյունից, որ շատերը կուզեն իրենց երեխային բերեն, միգուցե մի որոշ ժամանակ հետո գները մի քիչ փոփոխության ենթարկվի, միգուցե սկզբում սեն, բայց կարծում եմ չի լինի, ամեն դեպքում անշլակ չէր, լիքը ազատ տեղեր կային, այդպես Ամեն դեպքում շատ գոհ եմ, որ ունեցա այս փորձառությունը, տեսա, նայեցի, հետաքրքիր է շատ։ Всё, գնում եմ մակիաժս մաքրեմ, երեխեքին բարկացնեմ, խորենս էստեղ ինձ օգնել է ու իմ ռեֆերատը խմբագրել է։ Շատ շնորհակալ եմ, միայն տեսնել հեսա միասին կնստենք կանենք։ Կոտլետ արեցի, այս անգամ կոտլետի մեջ հապկիթել եմ գցել, առաջին անգամ եմ ճիշտ ասած այսպես անում։ Միգուցե երի եմ արել, բայց շուտ ամեն դեպքում սենց ասեմ։ Երեխեք ջան, ես այստեղ անցա կոտլետին, այս անգամ հապկիթ եմ մեջը լցրել, լավ կպչուներ ու հավես արագ-արագ արեցի։ Սոխը ինչպես տեսնում եք շատ խոշոր է, որտեղ Դավիս հետ ենք արել, հազիվ էլ այսքանն ենք կարողացել, ամեն դեպքում շատ համով ստացվելի վստահ եմ։ Ես դուրս եմ եկել, արագ հանդիպեցի Յանայի հետ, տեղ էր գնում, բայց Դավի ծնունդի նվերը այդպես էլ չէր հաջողվել վերցնել, հա, Այնայչյանի հանրախանութի մոտ վերցրեցի Դավի նվերը, արդեն Դավը գիտի ուր եմ դուրս եկել, տաքսու անհամբեր դռան մոտ ինձ է սպասում ուստահ եմ, այդտեղ խաղալիքա ու ծրավենիքա, էլի ինչ-որ մի բան, մի խոսքով երեխեք ջան, արևոտ օր է, ես լրիվ տնային վիճակներով եմ դուրս եկել, բայց դե արագ էր պետք, չէ կարողանաք ասվել դզվել նոր դուրս գալ։ Խնդրեմ, հələ բացի, տես ինչ է Յանաքուրի գովարկել։ Կամած, վաու, էդ չավ է սա, ինչև դավը կշում այ, ինչ էլ արագ ա գնում, էդ ասեցի մյուս մասը ցույց տամ նվերի, իմ առաջին գիրքը, լավն ա դավыз և շոկոլադներ, դավը շատ ա սիրում ես մանկոլադը, հա, և դե կինտերն էլ գիտեք, կատեն երեխաով չի սիրում, շատ հավես նվերներ, ինչ խոսք։ Դավիսկ սա ինչն է։ Սոնց, ահա։ Արևը ինչ է անում մեզ։ Խփում է։ Խփում է։ Հա, աչքիս է։ Աչքիդ է խփում։ Հա։ Ճիշտ է։ Բայց տաքացնում է, չէ՞ մեզ։ Եթե արևը չլիներ, մեր մոլորակում շատ մութ ու ցուրտ կլիներ։ Ու մենք չենք կարողանա ապրել։ Հա։ Հա, բա ասում ես ինչի ենք մենք ապրում այս մոլորակում։ Էդ։ Այս ո՞րն է, Մերկուրին է, չէ՞։ Մերկուրին արեգակնային համակարգի ամենափոքր եւ արեգակին ամենամոտ մոլորակն է։ Это бана. Это чика водички. Վադիչկա չկա, չէ՞, դրա համար ստեղ չենք կարող ապրենք մենք։ Հա։ Հետո էլ ինչ կասես։ Էս ինչա դա, հլնայ։ Նեպտունը։ Հա։ Эт. Դավիսկ էս ինչա, կարող է իմանաս։ Այս ինչա։ Это планета. Պլանետա, բայց պլանետայի վրայի գնացող էս գիծը ինչն է։ Гич. Ահա։ Это гич. Այս գիծը ինչա։ Гич. Ահա։ Эт. Ուղեծիր են, չէ՞ ասում սրան։ Если я не ошибаюсь, արդեն ինքս էլ կասկածել։ Ուղեծիր։ Չէ, մի րոպե։ Это вода. Հա ոնց որ։ Это вода։ Да. Նա ինչ ասում, Նեպտունը արեգակնային համակարգի 8-րդ մոլորակն է։ Тут нельзя. Ցուրտ անդեղ, ցրտաշունչ պայմաններով շատ նման է Ուրանին։ Если мы яси чута. Ցուրտ է, դա իր ուզում ասեր, հետո չի թողում կարդամ հիմիկվա երեխեքը համբերություն չունեն, որտեղ վերջի էջն է, արի հետ գնանք տեսնենք։ Ասում ես արեգակը վառում է քեզ, դա վտեղ էլ չկա, այսքանն է բալես։ Тут можно. Այստեղ կարելի է ապրել, չէ՞։ Այս կանաչի ինչերն են ըստ քեզ։ Эт. Телевнелен. Տերևներ են։
Հա, սա սուշանը, այդ ցամաքը, որտեղ մենք տներ ենք կառուցել, ցամաք, հա։ Իսկ սա օվկիանոսներ, ջրեր, գետեր, լճեր, տես ինչքան հարուստ է ծովային մակերեսով, չէ։ Это դերերն բաու իշև կանած։ Ուգունի յակշումա։ Ախպորը ներկայացնում է իր նոր ավտո։ У батареи кисей. Я заладник ка. Իմ մոտ on-line դասն է հերթական զվուկ անջատել եմ էլի, հələ չի սկսե դասը, բայց արդեն միացել ենք։ Դավն էլ պապայի հետ գնում են տեղ, ասեցի գոնե Դավին տար, որ ինձ չխանգարեն երկուսով որ մնա, բայց մազերդ միացան ռի կյանքս։ Չեմ ասել պատարակաղով կեր Արտաշես, ուրեմն ես Արտաշեսը, պատարակաղով ուտեն, Արտաշես պատարակաղով սովորիկ ուտեն, բալիս դու աբորիգեն են ցեղերից չես, դավայ սովորի, հեշտ է ավելի, հետը ասում եմ կոտլետ կուտես, չէ, դաժե թթվասես չի ուզում, պրիվետ, անգամ թթվասերից է հրաժարվում, բայց զորով լեցրել եմ մեկ է զեյթուն պանիշ։ Հիմա ինչ, մամ, հիմա ինչ։ Ասма հիմա ինձ նկարի, հիմա քեզ եմ նկարում, բայց դու էլ նորմալ բան չուզեցի, դու խիկ ատլետիկ չուզեցի, դու սիրում ես։ Չազատունը։ Տեղ չի ազատում։ Ոհ, կոմոց տակա։ Նոր եմ անջատել։ Ձևերը։ Հաց տամ լավաշ մավաշ։ Ուղղակի որ մակարոն է ինքն Մամա, ինչ։ դու մի ամարա։ Հա, ինչի։ Ուրեմն լայք է դրեք մամա այս բան, պատպիսկաներ։ Վախուտեմ քեզ։ Չէ, որ զալատը կնոպկա ուզում ունենալ։ Հա, երեխես ուզում ա որ մաման կնոպկա ունենա, բայց Հայաստանում 100,000-ի հասնելը բավականին դժվար է։